Ապրիլի 17-ն է, գտնվում են Կոտայքի մարզում, Զովունու Եղվարդ ավտոճանապարհի ժողովրդին հայտնի արևաբաց ընտանեկան միջավայր ռեստորանային համալիրի դիմաց, որտեղ ըստ բնակիչների փետրվար ամսից տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ։ Առանց չափազանցության այստեղ պիտի լինեք, որպեսզի այս հոտը զգաք եւ կեղտաջուրը մի քանի կիլոմետր ըստ բնակիչների այն վերևի հատվածից գալիս ու հիմա արդեն հասնում է ճանապարհին։ Մարդիկ նշում են, որ մի քանի անգամ ահազանգել են Եղվարդ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, վիոլա ջուր, նույնիսկ ասում են թեժ գիծ արտակարգ իրավիճակների նախարարություն, փրկարար ծառայություն, թեպետ փրկարար ծառայողը այստեղ ինչ պիտի անի, մնում էր դրանց գործել փրկարարն անի ու վերջ։ Սա իրականում պիտի մտահոգի Կոտայքի մարզպետին Արոն Սահակյանին, Եղվարդի քաղաքապետին, Զովունու դե հիմա վարչական շրջան են ասում, Զովունու գյուղապետին, տեսեք, կեղտաջուրը, այսպես, ստե պտի լինեք ասում, ժողովուրդ ջան, հոտը զգաք, բնության հերն անիծում են, ինձ թվում է արժի դիմել հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ պարոն Մեսրոպ Մեսրոպյանին, ջրային կոմիտեի նախագահին եւ ինչու՞ չէ նաեւ հենց տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանին։ Փրկեք, այս տարածքն էլ է ավիրվում հավանաբար վիոլա ջրի փնթի աշխատանքի արդյունքում։ Դա հավանաբար, որտեվ չգիտես վիոլանա, թե վիոլան ասում է սկզբից բնակիչներն ասլա կլուծեմ խնդիրը, բայց հետո երկու ոտը դրեմ մի կոշիկի մեջ ու ոչինչ չի անում։ Դրա արդյունքում տեսեք հակասանիտարական վիճակ, գարշահոտ վիճակ։